1997-ի այս օրերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը լողում է իր երազի հետքերով, նախորդին նա երազում տեսել է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազլ Էլչիբեյին, որը Արցախյան պատերազմի առաջին օրերին ասել էր, թե շուտով իր ոտքերը կթռչի Սևանի ջրերում։ Ի պատասխան դրա Վազգեն Սարգսյանն օգոստոսի շոգին լողալով կտրում անցնում է Սևանը լայնությամբ։ Ընկերակից լողորդը Հայաստանում ռուսական ցամաքային զորքերի հրամանատարն է։ 1999-ի այսօրը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանն այցելում են Արարատի մարզ մարդկանց տեսնելու։ Այնտեղ պարզաբանումներ ներկայացնողը մարզպետ Հովիկ Աբրահամյանն է, սակայն սեփական տանը գտնվողի իրավունքով խոսք ասողը Վազգեն Սարգսյանն է։ Գյուղերից մեկի դպրոցի բակի որակը նրա համար թեմա է։ Կրած չասֆալտապատեսել Դեմիրճյանի վաղտել սենց են մեր դպրոցները, բայց գոնի գծի մակրացրու։ Չէ՞ չէ։ Մարզում լրագրողների հետ Վազգեն Սարգսյանը խոսում է Հայաստանին տրամադրվելիք վարկերի եւ այն մասին, թե ինչպես է հայ ժողովուրդն ընկալում այդ վարկերը։ Ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ կա այն տպավորությունը, որ նվեր տված ձիվատանները չեն հաշվում։ Եթե ամերիկացին է տվել, համաշխարհային բանկն է տվել, կարելի է մի քիչ էլ վրայից տանել, կարելի է մի քիչ մի կողմ տնել։ Այդպես չի, դա մեր սերունդների պարտքն է։ Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերում երկօրյա այցով գտնվող վարչապետ Վազգեն Սարգսյանը դեռ պետք է լսի, թե տնտեսական եւ սոցիալական ինչ աղետի մեջ է ապրում ժողովուրդը, որը վաղուց իր կողմերում վարչապետ չի տեսել։ Սովամահ է լինում ժողովուրդը, սովամահ է լինում։ Ես չեմ գա մի հատ դիսպասեր հիվանդի դեղ առնեմ։ Բամբուրները 4000 դրամ են ստանում։ Ցավոք սրտի երկրի վիճակը իսկապես շատ ծանր է, բայց հարցերը ընդհանուր լուծում ունեն։ Եթե յուրաքանչյուր առանձին ընտանիքի այսօր մենք իշտենք, օգնել չենք կարող։ 2002 թվականի օգոստոսի 14-ին Նախիջևանի Սադարագյուղի մոտ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, բանակցություններ առանց միջնորդների ձևաչափով։ Դաշտային պայմաններում իրար հետ անցկացնում են 4 ժամ։ Եղանակն այնքան շոգ է, որ նախագահների բանակցության համար բացված վրան պաղպաղակ են տանում։ Բանակցությունների թեման այդքան հովիվական չէ, Ղարաբաղի կոնֆլիկտն է։ То, что мирное урегулирование конфликта необходимо Азербайджану, я заявляю, никаких сомнений нету. Мы вполне откровенно говорили, если не мы решим проблему, так кто? С учетом биографии Гейдара Алиевича, с учетом моей биографии. Азербайджанский народ никогда не мирится потерей своей территории. Я думаю, что рано или поздно мы должны освободить нашу территорию. Каким путем? Это пока что решаем. 2006-ի օգոստոսի 16-ին օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն դրական է վերաբերվում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անդամակցությանը ՀՀԿ-ին։ Նա միշտ էլ սատարել է այդ կուսակցությանը, հիմա դա անում է բաց եւ թափանցիկ։ 2008-ի օգոստոսի 13-ին եւ 14-ին Սերժ Սարգսյանը ռուս-վրացական պատերազմի զոհերի առիթով ցավակցական խոսքեր է ուղղում նախագահներ Դիմիտրի Մեդվեդևին եւ Միխայիլ Սահակաշվիլիին։ Վրաստանի վրա հարձակված Ռուսաստանի